Շնորհակալություն, Սամվել ջան։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն, որ եկել եք։ Մենք այսօր այս կարևոր քննարկումը նախաձեռնեցինք, երբ 3 հրապարակեցինք ձայնագրություն եւ իհարկե այսօր խոսենք նաեւ ընտրակաշառքների հետ կապված այդ մեխանիզմը, որ ստեղծված է, սխեման, որ ստեղծված է, որ քիչ առաջ Սամվել Աշոտյանը ասեց։ Ես ուղղակի հիմա եւ այդ դեպքերը կանդրադառնամ, ես ասեմ ինչ որտեղից առաջացավ այս գաղափարը այս քննարկումն անելու։ Ես նաեւ խնդրեմ, որպեսզի ընթացքում հարցեր լինեն, դիրքորոշումներ ասենք, նաեւ մեր հայրենակիցները, ովքեր անցնում են թեկուզ ունենան հարցեր, դիրքորոշումներ, կարող ենք հանգիստ գալ քննարկել, մասնակցել քննարկմանը։ Տեսեք, նախ երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրությունը, իհարկե հանրային լայն արձագանք ստացավ։ Խոսքս վերաբերում այն ձայնագրությանը, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը միաժամանակ Արմավիրի ավականու ՔՓ-ի անդամ է, պարտադրում է ուսանողներին մասնակցել ՔՓ-ի նախընտրական հավաքին։ Պարտադրում է։ Հիմա ինչ սրան նախորդեց։ Երբ մենք սկսեցինք մեր նախընտրական քարոզարշավը եւ մինչ այդ էլ հանդիպում էինք ունենում քաղաքացիների հետ, ակնհայտ էր, որ մեծ ծավալի սպառնալիքներ կան մարդկանց նկատմամբ։ Անընդհատ ահաբեկում են մարդկանց, վախեցնում են, տներ են գնում, խոսքը իշխանությանն է վերաբերում, սպառնում են աշխատանքից կազատել եւ այլն։ Մենք հասկացանք, ես, քանի որ նաեւ նախկինում շատ ընտրությունների մեջով եմ անցել, որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես նաեւ այդ հաստատությունում աշխատակից, շատ ընտրությունների մեջով եմ անցել եւ ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգվածություն եւ պահանջում են մարդկանց պաշտպանություն։ Մենք դի պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետեւ համատարած էին այդ խախտումները։ Ու հայտարարեցինք թեժ գծի մասին։ Թեժ գիծը ինչի համար էր մեզ պետք։ Ոչ թե որ կոմպրոմատներ հավաքենք, ոչ թե որ մարդկանց վրա դեպքերը պարզապես հավաքենք, այլ թեժ գծի անհրաժեշտությունը նրանում էր, որ մենք կարողանանք բացահայտել այն դեպքերը, որքան եւ պաշտպանենք մեր քաղաքացիներին։ Ամենակարևորը, որովհետեւ այս ընտրությունները մեր երկրի համակարգի ձևավորման մասին են, պետական համակարգի եւ պատմական նշանակություն ունեն։ Թեժ գծի հայտարարությունից հետո ստացանք շատ ահազանգեր։ Ահազանգերը վերաբերում էին տարբեր իրավիճակների, երբ տուն են գնում օրինակ ջրի տեսուչներ ներկայացնող մարդիկ, ցուցակներով մարդկանց ցուցակագրում են, եթե ՔՊ-ին չեն ընտրում, օրինակ պատահաբար գնացել էին մեր ընտրողի տուն, եւ այնտեղից ասել էին ընտրելու են օրինակ Արման Թաթոյանին, նշում էին արել ցուցակի մեջ, շատ տենց բացի այդ ձևով ցույց էին տվել, որ այ ձեր համար լավ չլինի, ու հեռացել էին։ Հետագան դեպքերից մեկը այս ձայնագրությունն էր։ Ձայնագրությունը, երբ մենք հրապարակեցինք այս ձայնագրությունը, չէր նշանակում, թե մենք տենց սենսացիա ենք բացահայտել եւ ոչ մեկ չգիտեր այդ մասին, մենակ մենք ասեցինք։ Իրականում պրոբլեմը հենց նրանում է, որ մեր համակարգի, որ իրականում շատ մարդիկ, երբ լսեցին այդ ձայնագրությունը, հասկացան, որ իրենք են իրենց տեսնում այդ ձայնագրության մեջ։ Եվ մենք այդ ձայնագրությունը հրապարակեցինք, որպեսզի բացահայտենք շղթան։ Իրականում գործում է կա շղթա, հստակ։ Եվ այդ շղթան բացահայտելու համար մենք արեցինք, այսինքն ոչ թե այսպես գործ տվողություն է, ոչ թե այլ համակարգը մենք հիմա կբացահայտենք, թե այդ համակարգը ինչպես է աշխատում, այլ սա էր նպատակը։ Միանշանակ ես կուզեի անցորդներին բոլորին կոչ անել նախ, որ անպայման գնան